Ինչպես է կատարվում ջրաչափերի ցուցմունքների գրանցումը եւ ինչ խնդիրներ են առաջանում այդ ընթացքում։ Ջրաչափի ցուցմունքների գրանցման համար էական նշանակություն ունի ջրաչափի տեղադրման վայրը։ Եթե ջրաչափը տեղադրված է բաժանորդի սեփականության տարածքից դուրս հանրային տարածքում, ապա այստեղ խնդիրները անհամեմատ քիչ են։ Ընկերության աշխատակիցը յուրաքանչյուր ամիս այցելում է բաժանորդին, նրա ջրաչափի ցուցմունքը գրանցում է դրսում տեղադրված դիտահորի մեջ գտնվող ջրաչափի ցուցմունքը։ Այստեղ խնդիր կարող է առաջանալ միայն այն պարագայում, երբ բաժանորդը լրացուցիչ փական է տեղադրել դիտահորի կափարիչի վրա, իսկ ինքն էլ բացակայում է։ Խնդիրները շատ են այն դեպքում, երբ ջրաչափական սարքը տեղադրված է բաժանորդի սեփականության տարածքում, իր բնակարանում կամ իր բակում։ Այստեղ ամենագլխավոր խնդիրը այդ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալն է։ Ներկայումս շատ են այն դեպքերը, երբ բաժանորդը բացակայում է ժամանակավորապես կամ մշտապես բացակայում է հանրապետությունից եւ ընկերության աշխատակիցը հնարավորություն չունի մուտք գործելու այդ տարածք այդ ջրաչափական սարքի ցուցմունքը գրանցելու նպատակով։ Ցավոք լինում են դեպքեր, երբ բաժանորդները թեև բնակվում են իրենց բնակարանում, սակայն արգելք են հանդիսանում, խոչընդոտում են մեր աշխատակիցների մուտքը իրենց բնակարան այդ ջրաչափական սարքի ցուցմունքները գրանցելու նպատակով։ Ջրաչափական սարքերի ցուցմունքների գրանցման ինչպիսի եղանակներ են կիրառվում։ Ներկայումս ընկերությունում գործում է 4 ջրաչափական սարքի գրանցման մեթոդ։ Դրանցից առաջինը, երբ ընկերության աշխատակիցը այցելում է բաժանորդի բնակարան կամ հանրային տարածքում տեղադրված ջրաչափական սարքի ցուցմունքը գրանցելու նպատակով գրանցում է այն ինքնուրույն։ Երկրորդ ձևը, որ բաժանորդն ինքն է զանգահարում 185 մեր շուրջօրյա գործող հեռախոսային կենտրոն եւ հայտնում իր ցուցմունքը։ Երրորդը, որ ընկերության աշխատակիցները զանգահարում են բաժանորդին եւ խնդրում հաղորդել իր ջրաչափական սարքի ցուցմունքը, եւ չորրորդը, որ բաժանորդը կարող է մուտք գործել ընկերության պաշտոնական կայքեջ, գրանցվել այնտեղ եւ իր ցուցմունքը թողնել ընկերության պաշտոնական կայքեջում։ Բաժանորդը կարող է զանգահարել, բաժանորդը կարող է կայքեջում գրանցվել, ընկերության աշխատակիցը կարող է բաժանորդին զանգահարել, խնդրել ցուցմունք հաղորդել, բայց բաժանորդը պետք է գիտենա, որ ցանկացած դեպքում ընկերության աշխատակիցը նվազագույնը առնվազն 6 ամիսը մեկ անգամ պետք է այցելի իր բնակարան եւ անձամբ գրանցի ջրաչափական սարքի ցուցմունքը։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Ընկերության աշխատակցի այցը չի սահմանափակվում միայն ջրաչափական սարքի ցուցմունք գրանցելով։ Այդ ընթացքում աշխատակիցը ստուգում է նաեւ ջրաչափական սարքի տեխնիկական վիճակը, նրա անվնաս լինելը, դրա կնիքների առկայությունը, ինչպես նաև այդ կնիքների անվնաս լինելու հանգամանքը։ Որքանով են ճշգրիտ արձանագրվում ջրաչափական սարքերի ցուցմունքները եւ ինչ երաշխիք կա, որ չեն լինի սխալներ կամ թյուրիմացություններ, ցուցմունքների գրանցման մեխանիզմն արդյոք նվազագույնի է հասցնում կամ բացառում սուբյեկտիվ մարդկային գործոնը։ Ձեր կողմից նշված թյուրիմացություններից եւ սխալներից խուսափելու նպատակով ընկերության աշխատակիցը ջրաչափի ցուցմունքը գրանցում է լուսանկարման միջոցով։ Ընկերության աշխատակցին ամրակցված Smart հեռախոսում ներդրված հատուկ հավելվածի application-ի միջոցով լուսանկարահանվում է ջրաչափական սարքը եւ ինտերնետի միջոցով փոխանցվում տվյալների ստուգման բաժին։ Տվյալների ստուգման բաժնում համեմատվում է ջրաչափական սարքի նկարում արտացոլված ցուցմունքը եւ մուտքագրված ցուցմունքը։ Եթե դրանցում տարբերություններ չեն հայտնաբերվում, ապա ցուցմունքը մուտքագրվում է ընկերության տվյալների բազա եւ ձևավորվում է տվյալ բաժանորդի հասույթը։ Օրենսդրությունն ինչ միջոցներ է նախատեսում այն բաժանորդների նկատմամբ, ովքեր թույլ չեն տալիս տեսուչներին մուտք գործել իրենց տարածք։ Ցանկանում եմ նշել, որ ջրաչափական ցուցմունքի գրանցումը ինչպես ընկերության, այնպես էլ բաժանորդի պարտավորությունն է։ Ցավոք, վերջերս շատացել են այդ դեպքերը, եւ բաժանորդները միտումնավոր խոչընդոտում են մեր ընկերության աշխատակցի մուտքի իր բնակարան ցուցմունքների գրանցման նպատակով։ Ջրամատակարանի ջրառացման կանոնների 74-րդ հոդվածը սահմանում է, որ ընկերության աշխատակցի մուտքը, իհարկե ուզում եմ նշել, որ ընկերության աշխատակիցը իրավունք ունի մուտք գործել բաժանորդի տարածք միայն ծառայողական վկայականը ներկայացնելուց հետո։ Ուրեմն այն բաժանորդները, ովքեր խոչընդոտում են ընկերության աշխատակցի մուտքը իր բնակարան ցուցմունքների գրանցման նպատակով կամ ջրաչափական սարքի ապահովակացման նպատակով, այդպիսի բաժանորդների նկատմամբ կանոնները սահմանում է սանկցիա։ Այսինքն 1 օր առաջ նախապես նախազգուշացնելուց հետո ընկերությունը իրավունք ունի դադարեցնել այդ բաժանորդի ջրամատակարարումը։ Մինչ այժմ մենք կանոնի այս սահմանումը դեռևս չենք կիրառել որևէ բաժանորդի նկատմամբ, սակայն ցավոք պետք է նշեմ, որ երևի թե շատ շուտով ստիպված կլինենք դա կիրառել։
Ինչով է կարևոր, որ ջրաչափական ցուցմունքը արձանագրի Veolia ջուր փակbaşնետիրական ընկերության աշխատակիցը եւ ոչ թե բնակիչը, որն է տարբերությունը։ Ջրաչափի ցուցմունքը գրանցվում է մեր աշխատակիցը, դա ամրագրվում է նկարով, փաստացի նկարով, որտեղ արձանագրված է եւ ջրաչափը, եւ իր գործարանային համարը, եւ իր ցուցմունքը։ Եվ ամենակարևորը, այդ ցուցմունքը տեղադրվում է իր ճիշտ տեղում։ Եթե բաժանորդը ունի 1-ից ավել ջրաչափական սարքեր, երբեմն ցուցմունք հաղորդելիս բաժանորդը թյուրիմացաբար կարող է դրանք տեղերով շփոթել եւ արդյունքում առաջանալ անճշտություններ։ Իսկ երբ այցելում ընկերության աշխատակիցը, նա այդ ամեն ինչը ճիշտ արձանագրում է ամեն ինչը իր տեղում։ Սրանում է կայանում նաև այն հանգամանքը, որ ընկերության աշխատակցի կողմից ցուցմունքի գրանցումը շատ կարևոր է։ Հաջորդը, ընկերության աշխատակիցը երբ այցելում է բաժանորդի բնակարան, նա տեղում արձանագրում է եւ այն հնարավոր միտումնավոր եւ ոչ միտումնավոր խնդիրները, այսինքն բաժանորդը ինչ-որ գործողություն է կատարել ջրաչափի կնիքի բացակայություն կամ ջրաչափը վնասված է, այդ բոլորը կարող է արձանագրվել ժամանակին շտկվել, ճշտվել։ Իսկ եթե մենք թողնում ենք դա 6 ամիսը մեկ պարբերականությամբ, բաժանորդի խնդիրը արդեն մեծանում է, դառնում է 6 ամիս տևողությամբ։ Իսկ եթե ամենամսյա է, խնդիրը արդեն շատ փոքր է եւ լուծվող։ Հետեւաբար, իմ խնդրանքը եւ հորդորն է մեր բաժանորդներին, հարգելի բաժանորդներ, ոչ թե խոչընդոտեք մեր աշխատակիցներին, այլ համագործակցեք նրանց հետ, որովհետեւ դա է միայն ջրամատակարարման կանոնավոր ջրամատակարարման եւ հուսալի ջրամատակարարման միակ երաշխիքը եւ բոլոր հնարավոր սխալներն ու անճշտությունների բացառումը։